ես առաջարկում եմ այսօր մի փոքր միասին զրուցենք ու տրամաբանենք Գյումրիի ընտրություններն ու այդ ամեն ինչում եղած լավը, վատը, կեղտոտն ու մաքուրը։ Այսօր հիմնականում խոսենք Գյումրիից, բայց նախ եւ առաջ պիտի ասեմ, որ նոր ես Facebook-յան հրապարակում եմ արել, մինչև մեր ընկերները հավաքվեն, ես մի քանի բան ասեմ։ Ուրեմն ազգային ժողովում հարց ու պատասխանից այն որ ազգային ժողովի այսպես կոչված քաղաքական ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում աշխատանքներ տանել հավելյալ հանրության համար, հանրության օգտի պետության համար, դա հասկանալի է եւ բնականաբար ամեն կառավարության հետ հարց ու պատասխանի նրանք պիտի նույն հարցերը տարբեր ձևերով նույն հարցը փորձեն բարձրացնել, կարծես երկրում ուրիշ թեմա գոյություն չունի։ Սա ընդդիմադիրների կեցվածքն է, սա հմբռնելի է, հասկանալի է, որովհետև ասենք իրենց համար լավ է, եթե օրինակ տարբեր հանձնաժողովներում քննարկումներից հետո որոշ նախագծեր թերի հաստատվեն ու որոշակի դժվարություններ առաջանան ժողովրդի մոտ, որովհետև ինչքան ժողովուրդը դժգոհ է, այնքան իրենց համար լավ։ Իրենք պետության ու ժողովրդի մասին երբեք չեն մտածել, չեն մտածելու, դա ցույց տալիս նաև երեք դեռ մեր падգամավորներից մեկի կողմից արված ծաղկաքաղը դաշնակցական կառույցի պաշտոնական հրապարակումները 88-ից 92 թվականին, որտեղ որ նրանք բացահայտ գործում ու հայտարարություններ են անում տառացիորեն Հայաստանի Հանրապետության անկախության դեմ։ Հետո իհարկե իրենց քաղաքական ղեկավարը նույն գիծն է շարունակում։ Բայց մյուս կողմից սկսում եմ արդեն չհասկանալ անկեղծ եմ ասում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Ես հասկանում եմ Գյումրու ընտրություններով գուցե բոլորի գլուխը խառն է, բայց կներեք այդ գլուխը խառը լինելը չի նշանակում, որ հարցեր կան պիտի բացի տողի մնան, հատկապես հիմա ասեմ խոսքը ինչին է վերաբերում։ Երեք առաջին օրը թե Facebook-յան ֆորմատով, որը որ 20,000-ից ավել դիտում է ունեցել, եւ թե Free News-ի ազատ շփում հաղորդման ֆորմատով անդրադարձել եմ մի թեմայի, որը կապված էր երկու 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրների հետ։ Եվ այդտեղ հարցադրում կար, լավ, այս ինչ է նշանակում։ Հիմա եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից կան մարդիկ, ովքեր ունեն դրա բացատրությունը, գիտեմ, որ կարող են հետս կապվել ու գրել, թե ինչ նշանակում, այսինքն նույն ֆորմատով, ինչպես որ միշտ շփվել ենք, հարցեր եղել, բարձրաձայնել ենք, կապվել եք, ասել եք գնել ջան, այս հարցի պատասխանը սենց-ն է, այնին նենց-ն է։ Որն էլ չեք իմացել, պարկասու օգնել եք, բարձրաձայնել եք գերատեսչությունների առաջ եւ այլն եւ այլն։ Այսինքն այնքանով որքանով լավ, ամեն դեպքում որոշակի արդյունավետություն այստեղ եղել է։ Հիմա ինչ է պատահել, չեք ուզում անդրադառնալ։ Մենակ չասեք, խնդրում եմ, մենակ չասեք, չեք տեսել, չգիտեք խոսքի ինչի մասին է, որովհետև դրան հավատացող ընդհանրապես չկա։ Կամ եթե այլևս ձեզ չի հետաքրքրում ու չի ուզում կոնկրետ բարձրաձայնած հարցերը ու դրանց հետ կապված դուք ցանկություն չունեք անդրադարձ կատարելու, ինչ որ կերպով դրա նշանը տվեք, փառքասու, ես այլ միջոցներով կփորձեմ դա անել, գոնե կիմանամ, որ ես եմ անում ու ոչ մեկի հույսին չեմ մնա։ Բայց ես չեմ կարծում, որ այդպեսի բան կա։ Ամեն դեպքում մի բան արձանագրել եմ ես ինձ համար ու այսօր անկեղծ եմ ասում, բավականին նեղված եմ եղել այդ փաստի առիթով, որ ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանն է, մոտ 100 քանի падգամավոր կա այնտեղ, 130 եթե չեմ սխալվում, 120-130։ Մի խոսքով 28 падգամավոր գրանցվել է հարց տալու։ Այդ նշանակում է, որ եթե կոպիտ հաշվարկով նայենք, ամեն 4-ից մեկը գրանցվել է, որ հարց տա։ Այդ նշանակում է, որ ամեն 4-ից 3-ը կառավարությանը հարց չունի։ Պատկերացնում եք։ Ամեն 4-ից 3-ը այդ հնարավորությունը, որ կարելի է քաղաքացիների հոգսերը, խնդիրները, արա լավ, եթե անգամ չեն լուծի, միևնույնն է, բարձրաձայնեք, քաղաքացին լսի, որ բարձրաձայնում եք, որ հետաքրքրված եք իր հոգսերով։ Կարող է անմիջական ձեր հետ չի կապվել, կարող է մեզ հետ են կապվում, որպեսզի մենք դա բարձրաձայնենք ինչ-որ կերպ եւ այլն։ Ինչ եք անարձագանք թողնում։ Ավետիք Մարտիրոսյան, մամայից հետ եմ վարակվել։ Այդ դոգի լակոտին մատ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Երկու կարևորագույն հարց։ Երկուսն էլ 44-օրյա պատերազմի մասնակցի վերաբերյալ։ Լավ կառավարությանը հարց ու պատասխանին։ Իսկապես չկար այդ հարցը տալու տեղ։ Կամ գոնե
Կապվեք, ասեք գնել ջան, մի քիչ կմանրամասնես այդ ինչ հարցը, չնայած ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ։ Ձեզ կներկայացնեի, կգնայք կուզեք ուղիղ հարցը տվեք, կուզեք կուլիսներում ինչ որ ձեր փորձեք ճշտել։ Կարող է այդ հարցերի պատասխանները դուք գիտեք, մենք չգիտենք, դուք կպատասխանեիք մեր հարցին։ Էս յանի մեզ ինչ է։ Դենց շարունակենք, հա։ Չէ, խնդիր չկա, եթե այդպես է, բացարձակ խնդիր չկա, ես անկեղծ եմ ասում։ Սա այսպես։ Ու մենակ այդ երկու խնդիրը չի, հենց հիմա էլ շատ մի հատ կարևոր խնդիր կա, ԶՊՄԿ-ի հետ կապված այդ Միշիկին որ բան է կարել։ Պարոն Պապայան, ձեր էջին էլ եմ գրել, նոր բան եք հրապարակել, առիթ ունեցա այնտեղ գրելու, չգիտեմ, կտեսնեք երևի կպատասխանեք, կարձագանքեք, կամ անձնական նամակով կգրեք, ամենայն հարգանքով, իսկապես ես ոչ մեկի դեմ ախր ոչ մի բան չունեմ։ Այդ աշխատողները 400 հոգի դուրսն են մնում հեսա։ Մենակ այս Միշիկի ուռսների, այս կերած բողկերի առումով Վանեցյան Արթուրի իր հոր որ այդ կոնցենտրատները ոնց էր բերում ինչ էր անում մի խոսքով այս ամեն ինչի պատճառով 400 հոգի աշխատող մասնագետներ ոչ մասնագետներ հեսա դուրս են մնում աշխատանքից պետությունը որոշակի քայլեր պատրաստում է այստեղ ձեռնարկի թե ոչ ախր դա ռազմավարական կարևորության ըստիս բան է եղել կարելի է չէ չգիտեմ էլի ինչ որ մի բան կա թե չկա թե այդպես գնում ա դա ու տեսնենք արձագանք կլինի թե չի լինի դե այսպես չի կարելի իսկապես այսպես չի կարելի եկեք չհիշացնեմ որոշ ժամանակներ, չասեմ թե ոնց էր ամեն ինչը դասավորվում ու արվում։ Ինձ տհաճ է այդ ամեն ինչը հիշել ու հիշա, ես չեմ սիրում այդպիսի բաներ, որովհետև ինչ որ ես իմ կյանքում արել եմ, իմ համոզմունքներից ելնելով եմ արել, իմ խղճի գյորը եմ արել, այսպես ասած։ Բայց կներեք, երբ որ ու հույս եմ ունեցել, որ ձեր մոտ էլ է տենց ու խնդրում եմ այդ հույսը չվերացնել իմ մեջ։ Սա այսպես, հիմա գանք Գյումրիի հարցերին։ Գյումրիի ընտրությունների մասին ես ոչ մի քաղաքացու չեմ ասելու, ում ընտրեք, ում չընտրեք, ձեր գործն է, ձեր խնդիրն է, բայց ամեն ինչ ձեր աչքի առաջ է։ Ամեն բան ձեր աչքի առաջ է այսօրվա դրությամբ։ Ինչ է տեղի ունենում։ Այն մեկը դուրս են եկել կոնկրետ քաղաքացու ազատ ընտրության իրավունքի վրա ազդում են։ Քաղաքացիներից մի մասներ, քանի որ չգիտեն ազատությունն ինչ է, ազատ ընտրության իրավունքն ինչ է, ու այդ ընտրությունը առհասարակ իր երեխայի վրա ոնց է ազդելու, բերանները բաց խնդում են ամեն դրանց արտահայտած ապուշության վրա։ Քաղաքապետի տեխնացուա դուրս է եկել քաֆուրով բաներ է խոսում արա։ Հետո ասում է դեպեն քաղաքապետը որ քաֆուր չտա, էլ ինչ քաղաքապետ։ Այդ նույն տրամաբանությամբ են քաղաքապետը որ քաֆուր չուտի, էլ ինչ քաղաքապետ։ Նորմալ է քեզ համար։ Ու մարդիկ են ասում, հա դա նորմալ, այ դոգի հիմնական հետևորդներն են։ Այ հենց այդ նույն Վարդանը Ղուկասյան։ Աշխարհի ամենա չլնող բանը, նայեք։ Կոմունիստ, դե կոմունիստական կուսակցությունով է, չէ՞ առաջադրվել։ Կոմունիստ, հավատացյալ Սենց բան չկա, էլի, կոմունիստ հավատացյալ, այս արդեն չի կպնում։ Տարիքով ավելի մեծերը կհասկանան ինչի մասին է խոսքը։ Կոմունիստ հավատացյալ քաղաքապետի տեխնացուն իրեն ընտրողների սպառում է, իրեն հայհոյում է մեծ սպասի շրջանում։ Եկեք նա այս նախադասությունը փորձենք բացենք հասկանանք։ Ինչքան խելապակաս կա գնացը։ Գիտեք, ես այստեղ փնովելու համար չեմ։ Դու ձեր ընտրությունն անկեղծ եմ ասում։ Պարզապես այդ ընտրությունը Գյումրի ընտրությունները, քաղաքապետի ընտրությունները, նաև շատ այլ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության հետագայի համար։ Այդքան դուխավ տղա է, Մերմակով ով ինչ ուզեց արեց, գյումրեցիները այս ամեն ինչը չեն հիշում։ Կամ ասում են, դե եթե Գյումրին մի քիչ ապրելա, Վարդանիկի վաղտ ապրել, ինչ է ապրել, դա ապրելա կոչվում։ Մյուս կողմից, ես հեսա մյուս տեխնացուներին էլ կանդրադառնամ։ Չգիտեմ, Սարիկը ասում էր քաղաքապետի տեխնացուներից մեկը կամ ավականու անդամներից իրենց ավականու տեխնացուներից մեկը Թուրքիայի կացության կարգ ունի։ Ընդ որում այդ են ուժերից, որոնք որ այս իշխանությանը էլ թուրք էլ ինչ ասես ասում են։ Չգիտեմ հրապարակվել է այդ բաները թե չէ, որովհետև դրանք կարևոր բաներ են։ Ես խնդրեմ մի փոքր շտապեք ու պաշտոնապես դրանք հրապարակեք։ Մի հատ խոսույթ է շրջում։ Բանա ու քաղաքացիներ կան որ կերել են այդ խոսույթը։ Ասում է, բանա, գործեր են կարում, բան են անում, իշխանությունը դիտավորյալ տես բաներ անում, որ նրանք չընտրվեն։ Ուրեմն լսեք, իշխանությունը որ ուզենա դիտավորյալ բաներ անի, հավատացեք Սերժի նման կասի, կասի ինչքան խփեմ, հաուրից ինչքան խփեմ։ Հասկանում եք։ Գործեր են կանում։ Մի հատ հարցում արեք, դժվար բան չի, մտեք data lex-ով նայեք, այդ գործերը երբվանից կա։ Այստեղ ժողովուրդը ինպես մարդիկ բողոքում են, որ ոչ մեկ նստած չի, դուք էլ ասում եք գործեր են կարում, լուրջ եք ասում։ Բայց նայեք, երբ է գործերը հարուցվել, նրանք սկի նպատակել չեն ունեցել քաղաքապետի տեխնացու առաջադրվեն, երբ որ գործերը հարուցվել։ Այս դրա համար են առաջադրվել, որպեսզի ինչ որ կերպով այդ գործերը մի ձև ոչ միայն ջրեն,
Ամեն դեպքում դժվարացնեն դատախազության աշխատանքը եւ դուք ձեր ձենով դրան օգտակար եք լինելու։ Այսօրապես հիշում եմ Ռուբեն Մխիթարյանի թեման է, վարորդական իրավունքից որ զրկել էին, ինքը էլի մեքենա վարելուց էր։ Բամի խառնվել իրար, տեսեք ճնշումներ են գործադրում։ Ուրեմն ասեմ, այդպես ճնշում փաստորեն ի վրա են էլի գործադրել։ Մենք ձեզ օրինակ եմ բերում։ Դե 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ էի գնում, համարյա շաբաթը 2-3 անգամ պոստերով ֆռում էի։ Ու շատ էի հոգնում դե մեքենայով, իսկապես շատ էի հոգնում։ Նենց էր լինում, որ գալիս էի այդ հոգնած հալիտ, ասենք սուտկով քշել ես, այդ հոգնած հալիտ մեկ էլ կարող է մի հատ կարմիր լույս, որ դե տերասից գալիս որ մտնում ես քաղաք, այն առաջի կարմիր լույսը միշտ դժվար է նկատում, չէ՞։ Տենց անցնեի, ունենց էլ որ ես էլ վարորդական իրավունքից զրկել էին ինձ շատ կարճ ժամանակում։ Հետո 21 թվականի իշխանասարի կռիվները որ սկսվեցին, հենց հաջորդ օրը արդեն մեքենան բարձած գնում եմ իշխանասարի ուղղությամբ, մոռացել եմ որ ես զրկված եմ վարորդական իրավունքից, մեքենա քշելու իրավունքից։ 6 ամսով են զրկել, թե ինչ չեմ հիշում։ Դե այդ մաջալինելով է նայող ինչից է զրկված, ինչից չէ։ Տղերքը գիտեն, որ իշխանասար են մեր կամավորները, ու մեքենան բարձած գնում են։ Դե բնականաբար այնտեղ նկարվում եմ ճամփին 1-2 տեղ, արագության տակ բան։ Հետո նամակ եմ ստանում, որ ինձ հրավիրում են բանի, որտեղ դա քրեական բան է ենթադրում։ Ճիշտ է, իրան երբ որ փակվում ես, մուծվում ես, բրծնում ես, ինքը չի մնում քո կենսագրական մեջ, որ դու դատվածություն ես ունեցել, բայց ինքը քրեական բան ունի իր մեջ, էլի։ Մի խոսքով, դատը սա գնացել եմ դատին, ու լավ էր, մարդիկ հասկացան ինչի կապակցությամբ է այդ սա եղել, տեսան նենց չի լակոտ ենք, ամենամինիմումը պահանջեց դատախազը 200,000 դրամ, 10 ամսում բանով, ոնց էր այդ կառույցի անունը, սա հիշեմ կասեմ, պրոբացիա։ Խոսքով մուծել եմ, դուրս եմ եկել, բրծել եմ։ Հիմի փաստորեն իմ վրա ճնշումներ են, էլի, հա, բռնաճնշումներ են կիրառել, հա, այդ ժամանակ։ Կարա չէ կանգնես, ինչ կանում եմ, ես ընդ տղեկ կինեմ, պատժկալ դուք ինձ բռնում եք, կարպետ դու գնում եք։ Հա, օրենք, ինչ ես անում, ինչ չէ, քո գործն է։ Ուրեմն Գյումրիում մարդը քաղաքապետի տեխնացում կանգնել քրվում է, կոնկրետ ասում է դրանց կանչուստեղ ասա տո ես ինչներ են ինչներ, դա ես եմ ձեզ տվել։ Հիմա հասկանում եք ինչի համար է տվել, եթե տվել է։ Տվել է անընդհատ ժամանակ է տեղել բարգերը, անընդհատ վերարտադրվելու համար։ Մխիա տվել, կամ ոնց կարաս դու տաս, բավոր դուրս եկեք հայլում, այս այգին ես եմ սարքել, շենքը ես եմ սարքել, դու չես սարքել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին է սարքել вообще-то, եթե ուզում ես իմանաս, դու ով ես որ սարքես, դու շատ կարաս կառավարես, որ դա սարքվի կամ դա չսարքվի, մյուսը սարքվի։ Այդ դու մաշն ես բերել մցնում, ինչը։ Ես եմ մարել, ոնց ես արել դու դա։ Դու ես եմ արել, դու չես արել։ Արել են քաղաքացին, ով որ հարկու տուրք է վճարել ու մոծել, ողջույն Արմին ջան։ Ճիշտ ասած ուշ եթեր մտածեցի քաղաք ես անհանգստացնում ավելորդ դրա համար տեղեկացեցի մերսի որ միացել ծավը տանը։ Ոնց ես դու արել, դու ով ես անես։ Այսօր էլ բերել մարդկանց աչքն ես մցնում։ Բա որ այդքան տես լավ արել եք ամեն ինչը մի 30 տարի։ Բայց այսքան խնդիր Գյումրիում խի կա այսօրվա օրով։ Հիմա էլ որ ասում են բանա։ Դե հենա, հիմա էլ հո ԿՊ-ն էր, չէ, ԿՊ-ն չէր, Բալասանյան դաշինքն էր։ Ոնց էր ԿՊ-ն։ ԿՊ-ն դա կոալիցիա էր։ Ոնց որ հիմա Երևանում է կոալիցիոն բան։ Դա էլ իր բաները ունի, չէ՞, նուրբ ու կոպիտ կողմերը ունի։ Լավա գոնե այստեղ մի քիչ գաղափարապես իրար մոտիկ են։ Մարդիկ աշխատեցին, տեսա որ չի աշխատում այդ մարդը։ Ասեն եկել ռադել, մենք եկել ենք այստեղ գործ անելի, դու մեզ տորմուզ ես տալիս։ Հանեցին պրայմերիզ արեցին, ԺՊ նշանակեցին, հիմա էլ ընտրություններ են անում, որպեսզի Գյումրու համար լավ լինի։ Ասենք մի օրինակ, եկեք մի պահ ենթադրենք հետևյալը։ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է։ Կարողանալու եք գնաք բան պահանջեք, արա։ Կարաք բան պահանջեք իրանից։ Պահանջող լինեք, կպահանջեք էլի ժամանակին։ Կամ նման դեպքերում, ես ձեզ սենց ասեմ, մեր քաղաքացիները չեն էլ հասկանում, որ շատ ծրագրեր կան, որ ոչ թե քաղաքապետարանն է անում կամ քաղաքապետն է անում, այլ կառավարությունն է անում։ Շատ ծրագրեր կան, որ դրանք ոչ թե համայնքային բյուջեով են արվում, այլ կառավարության բյուջեով են արվում։ Հասկանում եք։ Ու սրանք շատերը տանում ցույց են տալի, անի իրանք արեցին, էլի։ Ոնց որ մի երկու տեղ այդպես բաներ կա։ Դեն հա դες են մարդը անում է, էլի։ Բայց այդ մարդը չա, այդ մարդը հələ ոչ մի բան չի արել քաղաքային բյուջեից։ Իսկ չի կարողանում հարկահավաքությունը կազմակերպել իր քաղաքում։ Բա որ այդքան հարց կար, այսքան հարց խի կա։ 100-ից ավել, մոտ 140 փողոց են մենակ ասֆալտապատել Գյումրիում։ Մոտ 140։
Մինչև այդ քանի ասֆալտա պատած փողոց ա եղել։ Մի հատ են հիմնականը, այն մեջտեղ եւ ռաշ ծակողը։ Մանկապարտեզ դպրոց քանի հատ ա եղել։ Ինչ վիճակում ա եղել։ Ամենակարևոր բանն է։ Եմ չխոսամ որ կանգնել է ձեզ համարում է։ Արա Վարդան Ղուկասյանի կողքի կանգնած են գալստուկով առանց գալստուկ մարդկանց եմ ասում։ Ձեզ գիտես ինչ էր ասում այն օրը Վարդան Ղուկասյանը։ Նայեք, սենց հայտարարություն ամ ասում է Ռուսաստանի հետ արդեն որոշել ենք, որ ես անցնում եմ, իրանք գալիս թե գործարաններ են բացում։ Վարդան Ղուկասյանը ասում է, որ դուք չեք իրան ընտրողը։ Իրան որոշողը դուք չեք։ Գյումրեցիները դուք ով եք որ որոշեք, փոքր եք որ որոշեք։ Ինքը որոշել է, որ ռուսնա որոշողը իր քաղաքապետ լինել չլինելու հարցը, ոչ թե դուք։ Այդքանով արհամարում է ձեզ։ Ու դուք կանգնած սապ եք տալիս այս հասարակ բանը տրամաբանությունը չմբռնելով։ Հա, ռուսնել էսա գալու է գործարան սարքի։ Ինչքան Քոչարյանը են որ գույք պարկի դիմաց սա գործարանները տվեց նրանք կառուցեցին ու մինչև այսօր սաղս աշխատում են ասեղ գցելու տեղ չկա այդքան էլ ընդեր։ Կամ դուք հասկանում եք, եթե Գյումրիում հանկարծ Ռուսիա անունը տալով մեկը անցնի իշխանության ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ, ռազմաբազանել է։ Ոնե հասկանում եք թե չէ։ Չէ զահլա չունեք այդքան մտածեք ու ձեզ թվում է թե պատասխանատվություն չեք կրում։ Ոչ բոլորդ էլ կրելու եք։ Օրինակը բերեմ 44 օրյա պատերազմը որ ունեցավ այս ավարտը, ես որպես քաղաքացի, ես այդ պատասխանատվությունը կրում եմ ու 1000 անգամ բազմիցս ասել եմ, որ առաջի պատասխանատուն որպես քաղաքացի հենց ես եմ։ Ու բոլորս ենք 3 միլիոն, մարդենք 3 միլիոնից այդտեղ պատասխանատվություն ունենք։ Եվ մեղավորության մեր բաժինը ունենք։ Ու ոչ մեկը չենք ասում, չէ՞ դե մենք ինչ գործ ունենք, այնի կանգնեցել, ասեց, այնի զենքի փողներ կերել, այնի եսի միշտ դու ես քաղաքացին, չթողներ։ Չգնայր 5000-ով ընտրելու կամ թեկուզ ձերի, բայց առանց հասկանալու ինչ են խոսում չգնայր ընտրելու։ Հա հենց այդպես է։ Հիմա եթե Գյումրիից Թարզբան գնաց Հայաստանի համար, դուք եք լինելու պատասխանատու։ Ոչ մեկը չի կարող ասեք, դե թող էլի են չաներ, էլի են չաներ։ Դու հենց սկզբից որպես քաղաքացի դու քոնը արա։ Դրանով ուշ տուր, թիկուն կանգնի քո պետությանը։ Չնայած մյուս կողմից, մի հատ այսպեսի բան էլ ասեմ։ Օրինակ ես մի երկու բառ ուզում եմ Եվրոպայի բանից խոսամ, դե իրենք էլ ընդհանուր բանով են հանդես գալիս, ունեն ընդհանուր թեկնածու։ Այս իմաստով ասեմ հետևյալը, շատ մի կողմից ողջունելի էր նրանց մասնակցությունը։ Իհարկե Լևոնը Բարսելոն բան ունի, մի քիչ ինքը հակասական կերպ արա, բայց ամեն դեպքում ողջունելի էր եւ այս փորձնական ու շատ կարեւոր կետում փորձնական գործունեությունը, հա, ընդհանուր մի բանով հանդես գալու, մի տեխնացուով հանդես գալու, չնայած որ կարծես թե փորձը մի փոքր ձախողման process-ի մեջ է, ցավոք սրտի, ես շատ կուզեմ, իսկապես ժողովուրդ շատ կուզեմ, որ իրենք անպայման անցնեն, կամ թեկուզ հաղթեն, կամ գոնե երկրորդ տեղով իրենք անցնեն, հարցը սա չի բացարձակ, հարցը ավելի քաղաքական երանգների մեջ է, որովհետև որքան էլ որ բոլորը Եվրոպամետ կուսակցություններ են ներկայանում, ամեն դեպքում այնտեղ ամեն մեկն ունի իր ձեռագիրը եւ շատ դեպքերում մեկի ձեռագիրը ընդունելի է մյուսինը չէ, ու այդ ամեն ինչը ազդում է մի տեխնացուի վրա։ Եվ երկրորդ խնդիրը, որը կա, տեսեք որն է։ Գյումրիում Ես մի օրինակ խոսում եմ ռուսականության բացասական կողմերի մասին, բայց մյուս կողմից էլ շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում այդ ամեն ինչը դժվար է բացատրել։ Գյումրին այն քաղաքն է, ես անկեղծ եմ ասում, ես չեմ մոտարում Գյումրիից, ես հորս կողմից գյումրեցի եմ, ճիշտ արմատներով Ղարսեցի ենք, հորս կողմը Ղարսեցի եմ, հորս կողմը Մշեցի, բայց Ղարսի կողմից հետո եկել եմ Գյումրի, ասինքն այդ իմաստով որոշակիորեն նաև գյումրեցի եմ, ինձ համար շատ հոգեհարազատ է այդ ամեն ինչը, չէ, դու ես մնացել խոսած, արի ես նստեմ, արի դու խոսա, ես գրեմ տակը։ Ախմախ, չես ուզում նայած, էլի ռադատ քաշի գնա։ Կնոպկի տեղը չգիտես, ասա սովորացնենք։ Դուք եք որոշում, այդ հենց որոշել եք սաղի տեղը որոշեք, էլի։ Այդ դրա համար եք զարմանում, որ քաղաքացին ջղայնանում է, երբ որ իրան բանի տեղ եք դնում։ Իր ազատ ընտրության իրավունքի վրա ազդում եք, այդ ձեր նմանները, այդ քո նմանները։ Ուրեմն, Գյումրիում սենց է հարցը դառնում, նայեք, երբ որ Գյումրիում փորձում ես դու քարոզարշավ անես ռուսական ներկայության բացասական կողմերում, մարդիկ իրանք ոնց ընկալել են, դու չես կարող այնտեղ ավելին անել։ Եվ նույնը Թուրքիայի հետ կապված, այդ որ Թուրքիա բան, ուրեմն սենց ասեմ, Գյումրեցու կյանքը երկրաշարժից հետո միանգամից ընեց է վատ թարացել։ Ես անկեղծ եմ ասում, անգամ դա ազդել է գյումրեցիների շատ լավ դրական բնավորության որոշ գծերի վրա ընդհանրական իմաստով։ Ու
այն վիճակը, այն երկար ու ձիգ տարիները, որի միջով անցավ գյումրեցին, իհարկե բոլորս ենք անցել վատ տարիների միջով, բայց գյումրեցիները դա շատ ավելի այլ կերպ են տանում։ Կան չէ, ինչ որ տեղային բնավորության գծեր կան, գյումրեցիներին այդպես չէր կարելի։ Այս գյումրեցիների ու նենց ստացվեց, որ հատկապես որ երկրորդ քաղաքը պետության մարդիկ գիտեն, որ իրենք այն տնտեսական հենասյուներից, հիմնասյուներից մեկն են, հա, ու հանկարծ երկար տարիներ դաժան վիճակում էին ապրում։ Ու ստիպված եղավ գյումրեցին մի մասը գնա Ռուսաստան, դեռ 90-ականներից սկսած, մյուս մասը ստիպված եղավ Թուրքիա գնալ, գալ ապրանքներ բերել, վաճառել, այսպես։ Ու ես դες ասեմ, օրինակ Ստամբուլում ես եղել եմ, այնտեղ կարգոների մեծամասնությունը, որը որ հայկական է, անպայման գյումրեցի է։ Այն մեծամասնությունը գյումրեցիներ են։ Այսինքն այս մարդիկ առևտրի մեջ արդեն շատ շփվել են Թուրքիայի հետ։ Ու իրենց մեջ փորձել ինչ-որ բաներ, զգացմունքներ արհեստական մտցնել ու դրա հաշվին դիվիդենդ քաշել, դուք այստեղ սխալ հաշվարկներ եք անում։ Խոսքը sense հատկապես ռուբլին է վերաբերվում Մխիթարյան, ով չգիտեմ ինչ բնութագրեր է տալիս գլխից դուրս, հետո հելուն փորձում են արտարանան, ավելի են կակմճանում իրենց ասածը։ Այսինքն գյումրեցու այդ խոսքի լեզուն չի կարա լինի այնպես, ինչպես օրինակ կապանցու հետ խոսքի լեզուն։ Այդ նույն ձևով կապանցու հետ խոսքի լեզուն չի կարա նույնը, ոնց որ կարա լինի օրինակ իջևանցու հետ խոսքը։ Այդ տեղային լեզվամտածողության նրբերանգներ կան, որոնք որ դու չես կարող ամբողջ Հայաստանում մի ձևով բոլորին բացատրել։ Չէ, ամեն վայրը իր առանձնահատկությունը ունի եւ իրենց լեզվով պիտի խոսես իրենց հետ հաշվի առնելով իրենց ապրածը, անցածը, իրենց տեսակը եւ այլն եւ այսպես շարունակ, հա։ Ինչը որ բոլոր քաղաքական ուժերը կարելի ասել չեն նկատում, չնայած բոլոր առաջին համարները հատկապես գյումրեցի են, բայց այս երանգների վրա չեն խորանում։ Բոլորը խոսում են այնպես, կարծես Երևանում են խոսում։ Երևանում կա որոշակի ինչով է տարբերվում Երևանը, որովհետեւ բոլոր տեղերից կան Երևանում եւ մարդիկ սովոր են, որ պիտի բացի իրենց նեղ լեզվամտածողությունը, իրենց երբեմնի տեղային լեզվամտածողությունը պիտի զիջումների գնա եւ ընդհանուր լեզու պիտի ձևավորվի, հա։ Լեզու ես հայոց լեզվի մասը չեմ ասում, կամ բարբարների մասին չեմ ասում։ Եվ ընդհանուր առմամբ այդ պատկերացումը, երբ որ Երևանում դու մի հայտարարություն ես անում, մի ձև է ընդունվում, կարող ես հավատալ, որ բնակչության մեծ մասը քեզ ըմբռնեց։ Բայց երբ որ դու դուրս ես գալիս Երևանից, պիտի հատուկ աշխատես ամեն տեղի վրա։ Ինչը որ ոչ միտեղ չեմ նկատում, ես չեմ նկատում, ոչ մի քաղաքական ուժի մոտ չեմ նկատում։ Այնուամենայնիվ, ժողովուրդ ջան, ամսի 30-ին ընտրություններն են Գյումրիում։ Գիտեք ինչ, դուք եք որոշողը, ձեր տեսեք, ես չեմ ասում, դուք ում ընտրեք, ում չընտրեք, բայց մի բան հաշվի առեք։ Դուք կարող եք ձեր ձայնը տալ նրանց, ում ձեռից մի 30 տարի չէիք կարող իշխանություն վերցնել եւ շարունակել հետ վերադառնալ ճորտատիրական համակարգին, հետո մեղավորներ խնդրեմ, չփնտրեք։ Կարող եք ձեր ձայնը տալ քաղաքական ուժերի, ումից բաներ կարող եք պատժել։ Իմիջիայլոց այս ամեն ինչի մեջ ես ուզում եմ, ոչ մեկ չի խոսում, բայց ինձ հետաքրքիր է։ Ես ուզում եմ խոսել նաև 1000 կներեք Արտյոմ Թումանյան, չէ։ Ինչ որ իրան փորձում են անտեսեն, բայց ինձ թվում է, որ Արտյոմ Թումանյան ինչ որ արդյունք գրանցելու է։ Բայց ի՞նչն է ամենավատը։ Քարոզարշավը շատ կեղտոտ ձևով է գնում ու գնում է ավելի շատ իրար ձեռ առնելով, իրար պախարակելով, քան քաղաքական հարցադրումներ անելով։ Չնայած այստեղ քաղաքական բառը օգտագործելը առնվազն 2-3 ուժերի համար կարելի է օգտագործել, մնացածը քաղաքական բառի հետ ընդհանուր առնչություն չունեն, բայց այնուամենայնիվ։ Իմի Արտյոմին որ դրել եք որ բան եք անում, օրը այսի ռոլիկներ նկար, հա, որոշակի ծիծաղելի բաներ կա, բայց կներեք։ Եկեք մի հատ գնանք դպրոցները։ Ուրեմն այդ պաթոսի դեմ ամենակոշտ կռիվ տվողներից մեկը ես եմ։ Ու բոլոր դպրոցներում երեխաների մեջ ես եմ նաև որպես դերասան, որովհետև օրինակ մենք երբ որ բանաստեղծություն ենք կարդում կամ բան, այդ պաթոսը չի կարելի, պետքա բնական խոսել եւ այլն, հա։ Ու շատ դեպքերում երեխան ով ուզում է դառնալ դերասան, նրա միջից այնքան դժվար է լինում դպրոցական այդ առոգանություն կոչվածը, պաթոս կոչվածը անել, որ էլ ասելու չի, մարդու խոսքը այլանդակում դնում են մի կողմ։ Բոլոր դպրոցներում տենց է, որ երեխան որ բարձր այսպես խոսալով, այսպես կարողանում է ցանկություն ասել, նա ստանում է բարձր բան։ Իսկ ով կանգնի բնական ձևով բանաստեղծություն ասի, կարող է ցածր ստանա, որովհետև ուսուցիչները չգիտեն ստեղծագործություն կարդալ ինչա նշանակում։ Հիմա եթե այդտեղ
պաթոսով ինչ որ ռոլիկ է նկարելու ձեր դուրը չի գալիս, կներեք, մտեք դպրոցները, էլի, տեսնենք այնտեղ ձեր դուրը կգա, ինձ սովորացրել են, դա անում։ Ամեն դեպքում բայց ամենավատն է, որ այստեղ ԿՊՆ-ն է միացել այդ թիրախավորողներին, չգիտես ինչի։ Կարելի է, եթե բան ունեք ասելու, օրինակ հարցազրույցի ժամանակ շատ վատ բան ասեց, որ ամենից չանեք, որ վերնականը փակենք, չգիտեմ, ազնագրումն իհարկե այդ գյումրեցիների չափազանցած խոսույթի ձև է, հասկանալի է, որ գյումրին չի փակի, բայց ամեն դեպքում այստեղ օրինակ ասելիք կար։ Իսկ այնպես որ կանգնում փախարակում եք, այն մեկը դերասանն է, այն մեկը օրինակ Ռուբենին Մխիթարյանն ես շատ քննադատում եմ, բայց ես ինձ համար ընդունելի չի, որ իրան վարկաբեկում են բանի առումով, որ այդ չստացված դերասան պրոդյուսերը, բայց գիտեք ինչ, ոչ ոք չի հետաձգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այն կետը, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի կարա առաջադրվի որևիցե ընտրություններում որպես քաղաքական տեխնացու։ Ինչ ֆակուլտետ են ավարտում առհասարակ, որպեսզի դնեն տեխնացություն։ Այդ բաները եկեք հանեք, էլի ժողովուրդ ջան, մի դարձրեք էդի մատի փաթաթան, լավ։ Եթե կա քննադատելու, օրինակ ես Ռուբենին Մխիթարյան, բացի այն որ ինքը Միշիկի ընկերն է ու կիսում է նրա գաղափարախոսությունը, խոհանոցային գաղափարախոսությունը, դա ինքը իրանով արդեն քննադատելու թեմա է, ունեմ կոնկրետ մի հատ քննադատելու բան, որ երբ որ ինքը կոնկրետ գողություն, քաղաքապետ չդարձած արդեն գողություն էր արել, բանը այդ хэշտեգի բանը գողանալով, գաղափարը միտքը գողանալով եւ օգտագործելով իր կարոզ աշխավի մեջ, մտա իր էջում շատ կոռեկտ ձևով առանց կոպիտ բառերի, կոռեկտ ձևով հարց տվեց, ասես քաղաքապետ չդարձած բան ես գողանում, ասի քի գողացար ու պատասխանի փոխարեն պարզապես բլոկեցին ինձ։ Ռուբենը Մխիթարյան բլոկեց, քեզ բլոկում, սրտովը չէր տված այս հարցը, ախր լավ, իմի օրինակ, վաղը ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ։ Վաղը քաղաքացին մի հատ հարցով գալիս է, որի հիման վրա ես պիտի հարցում ուղարկեմ։ Ինչ վերցնել ես բլոկես, այսինքն գնում ենք էլի այս ավտորիտարիզմին, գյումրեցիներ ջան։ Կարող է ձեր սիմպաթիան բռնում է, կարող է ազդեցիկն էս բաներա խոսում, որ տենց ազդվում եք ու ազդեցություն, բայց կներեք մի քիչ տենց չի, էլի երեխայի ձեր սերունդների ապագան, տենց ձեր ազդեցությունով եկեք մի չափեք, էլի մի հատ դրեք տրամաբանեք։ Հասարակ པարզ բաներ են սրանք։ Հասարակ པարզ բաներ։ Հիմի մեկը կար էլի գրել է Վարդանիկ քաղաքապետ, այդ ողնի քաղաքապետ, դուք ձեր քաղաքը, դուք ձեր քաղաքապետը, բայց կներեք, մի հատ սես բան ասեմ, կարող եմ ես գալ ձեր բակում որոշակի բարեգործական աշխատանքներ անեմ, բայց փոխարենը ձեզ բոլորիդ քրֆեմ։ Ու այդ ժամանակ արդյոք ինձ կպաշտպանեք։ Այդ մարդը է դա ասում։ Հիմա փաստ դրած է, ոչ ես կարող ասես տենց չի։ Ոչ արդարացնելով է, ոչ հավելյալ մեղադրելով է։ Իսկ Սարիկի պարագայում մի երկու բառեր Սարիկի մասով ասեմ։ Ես այստեղ շատ բան չեմ կարող ասեմ, որտեղ նախ իրան որպես քաղաքական կերպար լավ չեմ ճանաչում, բայց ամեն դեպքում ուշադիր նայում էի իր վերջին այս on-line հարցազրույցը, ինչը ինձ դուր եկավ։ Ոչ մի ավելորդ խոսք, տեղեր կար, որ կարող էր ինքը գայթակղվեր, հասկանալով, որ այդտեղից կարելի է շատ ձայներ քաղել ու ասել, հա, այդ խնդիրը հենց դարձա կլուծեմ, ինքը այդ բանը չէր անում։ Ասում էր, չէ, դա չլուծվող հարց է։ Չի լինում է։ Դե քաղաքացիներն ոչի բան անել, դե որ չլուծվողը ես կգնամ փողոցին կտրեմ։ Հաստատ սենց է, չանելու։ Բայց Սարիկը չի գնում այդ կայտը։ Ես ոնց կարամ դա չգնահատեմ, այսինքն մարդը ռեալիստ է, ու ռեալ ասում է, ինչն է հնարավոր անել, ինչը չէ։ Այս իմաստով ինքը համենայն դեպս գոնե առայժմ ինձ դուր գալիս, այ որպես քաղաքապետ արդեն ո՞նց է կլինի։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ քաղաքացիական պայմանագիրը իր առաջին համարի ընտրության հարցում չի սխալվել, բայց մյուս կողմից միևնույնն է, ասեմ, որ այդ ցուցակի մեջ ինձ համար Էմապալյանը ցավոք սրտի մնում է դերևս ԿՊ-ի ամենախոցելի տեղը, ամենախոցելի տեղը։ Եվ եթե օրինակ նորմալ քաղաքական ուժեր լինեին, ովքեր կարողանային քաղաքական լուրջ sense բան ձևավորել պայքար, ես ասենք Էմապալյանի հանգամանքը ամենախոցելիներ ու ամենալավ ձևով հնարավոր կարելի կլիներ օգտագործել։ Այս իմաստով հակառակորդներն, բայց դա չեն անում։ Չնայած ես տեսա, որ Լևոն Պարսելյանը ինչ-որ գրառում արել էր, ոնց որում տեղին գրառում էր արել, ինչն է հետաքրքիր, որովհետև երբեմն ԿՊ-ն անցնում է այս մի քանիսը, հա, անցնում են չափերը ու բոլորին են մի բառով բնութագրում, ինչին ես էլ համաձայն չեմ, չի կարելի այդպես։
Չի կարելի այդպես։ Ռեալ ցույց եք տվել 4 տեխնացու, ովքեր որ հավանական կոալիցիա կազմողներն են։ Դուք ցույց եք չտեք, չնայած բոլորից հասկանալի է, բայց լավ, քաղաքական մասով ձեր պարտն եք համարել ցույց տալ, լուսաբանել, բացատրել մարդկանց։ Խնդիր չկա, բայց մեկ-մեկ էլ մնում ասում են բոլորը։ ԿՊՆ-ը ու մնացածը։ Դա ձեզ վնասում է, ես չգիտեմ, դա դիտավորյալ է արվում, թե քաղաքական անհեռատեսությունն է պարզապես, սա ես չեմ հասկանում։ Մյուս կողմից, տեսեք, հեսա դեբատը պիտի լինի, այսպես թե այնպես է դեբատը կայանալու է, չնայած որ նույն Վարդանիկը ասել է արդեն, որ ինքը թքած ունի գյումրեցիների վրա ու չի գնալու դեբատին մասնակցի։ Հիմա ես ասեմ, թե չի գնալու, որովհետև վախենում է, որովհետև այդ որ մնացածների բացակայությամբ կարում ասի, ես եմ արել, ես եմ արել, աբջես, գիտեք ինչ լավ մարդ եմ, աբջես, ես որ այստեղ այսպես բաներ կենեին ընկովեին, որ ես գլխավոր տավարապետն եմ եղել, ասես բաներ է անում։ Նա այդ նույն բանը չի կարանի դեբատի ժամանակ, որովհետև ամեն ես եմ արել, ես եմ անել, թուղթ են հանելու, սա չպստեն դեմը, ասեն, լսի տղա ջան, բա ես էլ ես դու արել, բա ես էլ ես դուրս եկել հայրենասիրությունից է խոսում, հայրենիքի հետ ոչ մի առնչություն չունենալով, ոչ մի գործ արած չլինելով, իմիջայլոց սիրելի գյումրեցիներ, մի հասարակ, ամենահասարակ բանով եկեք այս թեման, չգիտեմ, քիչ-քիչ սահմանափակենք, որովհետև այդ դետալների մեջ խորանալու էլ չի, այնքան ապուշ բաներ ենք լսել արդեն այս բանին, Քարոզ Արշավի ընթացքում։ Տեսեք, Արցախում նոյեմբերի 9-ից հետո արցախցիները մեջքով կանգնեցին, ցավոք սրտի, կամ արցախցիները չասեմ, այդպես երևի սխալ կլինի ձևակերպումը, այլ Արցախում որոշ ուժեր մեջքով կանգնեցին Հայաստանի Հանրապետությանը եւ դեմքով կանգնելով ռուս խաղաղապահին, ինչի կարիքը առասարակ չկար էլ, բայց նրանք վերեցին տորթով սպասի բռասի Պուտինի նկարով մեծ դրոշ կազմեցին, չգիտեմ, ձեդու բաբոյի արձանի մոտով տարան, հսկայական մի բան։ Դպրոցում միջոցառում արեցին ու նվիրեցին ռուսներին, կրկնում եմ, այդ ամեն ինչի առիթը չկար, որտեղ նես չէր, որ Ռուսաստանը այնտեղ լավության համար իրեն էլ էր պետք այնտեղ լինել, որպես խաղաղապահ այնտեղ էր։ Բայց կամ եթե կարելի էր շնորհակալ լինել, գոնե ամեն դեպքում հայ զինվորից էլ կարելի էր շնորհակալ լինել, ինչը չտեսանք մենք Արցախում։ Ամեն դեպքում այս ուժերը այդ պուտինիզմը, ռուսիզմը սենց բերելով անհարկի ամենաբարձր դիրքում դնելով իրենց գցեցին փոսը։ Իրենց գցեցին փոսը։ Հիմա ես կուզեի տեսնել այդ նույն արցախցիներին, նույններին, ովքեր որ տորթով գնում էին սպասի բռասի բանին ընթരാճ խաղաղապահներին, կուզեի ես տեսնել նրանց տորթով վրան սպասի բռասի գրած ֆրֆրալուց, էլի, հասկանանք մի հատ այդ ինչ է։ Եվ հիմա այդ նույն բանը գնում է Գյումրիում, ցավներ, ես չեմ ասում Գյումրին կզավթվի եւ այլն, բայց դա շատ ռազմավարական կարեւորագույն տարածք է, որովհետեւ ամեն դեպքում այդտեղ տեղակայված է 100-րդ ռազմաբազա եւ Հայաստանի որոշակի արտաքին քաղաքական գործունեության հետ կապված կարող են լինել կաշկանդվածություններ, եթե Գյումրիում ընտրությունները այլ ընթացք ստանան։ Եվ դա կլինի ազդակ նաեւ ռուսների համար, որ Փաստորեն ամեն ինչ դեռ կորած չի, կամ եք շարունակեք Հայաստանի անկախության հիմքերը քանդել ու սեփականաշնորհել Հայաստանը։ Այս սրանց նմանների պատճառով մնացածը ձեր գործն է։ Եթե ամենավատը գիտեք որն է, որ մենք իրար կարող է ասես ականջով լսենք, բայց չուզենք ընդունենք ու մեր կարծիքը չփորձենք փոխել։ Սա շատ վատ բան է։ Ես ինքս այդպես բնավորություն ունեցել եմ, որի վրա աշխատել եմ ու հիմա այդպես չեմ անում։ Պետք է փորձել ընդունել, ընկալել։ Եթե անգամ ունեցել եք միջև այս այլ համոզմունքներ, խնդրեմ ասածների շուրջ մտածեք, տեսեք ինչ դուրս կգա։ Թե ոնց կարա ինչ բան է, այսպես չլինի, այնպես լինի։ Այնպես այդպես։ Կամ մյուս կողմից, ինչի Սերժն ու Քոչարյանը ոչ մի քաղաքական հայտարարություն Գյումրի մասին չեն անում։ Ախր այդ մարդիկ իրանց բերանով ասել են, որ մեր դեմքը պիտի չերևա։ Իրանց բերանով են ասել, սա ինչ որ կարծիք չի, բան չի։ Իրանց բերանով ասել են, որ ոչ մի պարագայում իրանց դեմքը չպիտի երևա։ Իհարկե հիմա մենք բոլորս գիտենք ով ում ուժն է, բայց միևնույն է իրենք շարունակում են չերևալ։ Դուք պատկերացնում եք, եթե Գյումրի ընտրություններում հանկարծ նրանք ունենան քաղաքական մեծամասնություն թեկուզ կոալիցիայի գնով։ Որովհետև կարող է այդպես լինի, որ օրինակ մեկ այլ ուժ հաղթի, բայց կոալիցիայով նրանք անցնեն։ Կամ առհասարակ ես բևեռականացմանն էլ կողմնակից չեմ այս ամեն ինչի, բայց եկեք այսպես պատկերացնենք։ Այսօրվա ազգային ժողովի դեմքը որի՞ց է դուրս գալիս։ Այդտեղ բևեռականացվեց 21 թվականին եւ նստեցին այս հիմնականում երկու ուժերը, այսօրվա իշխանությունը եւ նախկինները։ Մի հատ կառուցողական քննարկում տեսնում եք, չէ։ Հիմա, այսինքն, եթե անգամ Սարիկը 50+1-ով հաղթի էլ, միևնույն է, եթե նրանք շատ ձայն տարան,
Գյումրեցին նորմալ բանի երես չի տենալու։ Ես ես անկես բան եմ ասում։ Անկես բան եմ ասում։ Իրար միս են ուտելու այնտեղ, դուք էլ այդտեղ դուժողը դուք եք լինելու։ Դրա համար պետք է ամեն ինչ անել, որ նրանք սկի քաղաքապետարանի շենք չմտնեն։ Կարող եք անել, արեք։ Ոնց կարող եք անել։ Ունեք առողջ ուժեր։ Առնվազն 2 առողջ ուժ կա։ Գնացեք այդ ուղղության վրա բևեռականացրեք։ Այդ ուղղությամբ բանավեճեր ծավալեք։ Ոչ թե ամեն դեպքում, եթե ես լինեի Գյումրի քաղաքի բնակիչ ու ունենայի ընտրելու հնարավորություն, ես այս պահին մտածելուց կլինեի, իմ ձայնը տամ Սարիկին, ԿՊ-ին, թե իմ ձայնը տամ Լևոնին Բարսեղյան, բան, Եվրաքվի։ Այս երկու ուղղությամբ ես կմտածեի, անկես բան եմ ասում։ Անկախ ամեն ինչից։ Ու այս ամեն ինչը հաշվի առնելով։ Ոնց կարա մարդը կանգնի քաղաքացիներին ու քֆուրով մտածի вообще իրանց մասին, էլի ով են որ այս ոչխարները, ոնց ես կամ բանը արել եմ դրանքով են որ պետք է այսօրից ձեն չտա։ Սրանք սա չգիտեմ, հետադիմական խորքային պետության, այսինքն քվազի պետության բաներ են, էլի։ Չի կարելի թույլ տալ սա ժողովուրդ չէ։ Մյուս կողմից անընդհատ խոսում են Գյումրեցու թասիբից, դե մի չգիտեմ, այն սկզբի շրջանում որ սա խոսում էին թասիբից, ծառա ասում էի, հենց ներն են ընկնում նոր են հիշում որ Գյումրեցին էլ թասիբ ունի, այն մի հատ անեկդոտ կա, հարգելի ապարանցիներ, խնդրում եմ հանկարծ, ես շատ սիրում եմ, բայց այս անեկդոտը վստահաբար ձեզ էլ դուր կգա դաժե, որ մարդակերը բոլորին ուտելով գնում հասնում ապարան, էլի սոված անումա չգիտի ինչ անի, մեկի դուռը ծեծում է, ներսից էս մարդը ապարանցին ասում է, ով ասում է մարդակերն է, ոչմ սոված եմ, դուռը բաց պիտի քեզ ուտեմ, իար ասում ես չհասկացանք, հենց սոված եք լինում, նոր եք հիշում, որ մենք էլ ենք մարդ, հիմի այս իմաստով բանա, Գյումրու պատմությունն է հեսներն են նոր հիշել են որ Գյումրեցին էլ թասիբ ունի, բայց Գյումրեցին թասիբ ունի, իհարկե ունի թասիբ, բայց եկեք այդ թասիբի դրսևորումը մի հատ ցույց տվեք տենանք, ես կարծում եմ այդ թասիբի դրսևորումը ոչ մի տեղ կերպ չի տեղավորվում նրա մեջ, որ Վարդանիկը կարող կանգնի ասի կամ Վարդանիկ չէ Պողոսիկ ուզում լինի կամ Պետրոսիկ, կանգնի ասի որ հա դե քաղաքապետը պիտի քրֆիել բան, կֆուրել իմանա կամ չգիտեմ քրֆիել, ասենք սրան է կարժանի, եթե հա գնացեք ընտրեք ձեր գործն է Ձեր գործն է, դուք ձեր քաղաքը, չնայած դա մեր բոլորիս քաղաքն է, բայց այնուամենայնիվ տեղական ինքնակառավարումը, եթե տալիս եք նման հանցագործներին, ձեր որոշելիքն է, ձեր գործն է։ Հետո, բայց այ օրինակ մասիսցիները, այնքան են գալիս ամենատարբեր հարցերով, չեն կարողանում օգտակար լինել, որովհետև այնտեղի քաղաքական ուժի ներկայացուցիչը կատեգորիկ հակառակորդ է, ու այն ամեն ինչ անում է, որպեսզի ոչ մի բան տեղի չունենա։ Ոչ մի բան չստացվի։ Այդ նույն բանը մասիսուն ասում ախր ընտրություններից առաջ քեզ ասում է ինչա լինելու։ Ինչի տենց արեցիք։ Դե ասում է հո ես չեմ արել։ Հա, բայց ախր ընդունված է եղել ձեր մոտ դրա մասին ինչ որ խոսա, չէ՞։ Չէ, ձեր մոտ պիտի ախր այդ դրա մասին վետո դրած լիներ դրա վրա, էլի, որ ոնց կարա սարա դու կանգնես, ասես դե քֆուր չի կամ կանգնել ասում է, «Ինչի դուք քֆուր չեք լսել, լսել ենք հետո»։ Հետո ելնենք քֆուրով սաղս իրար հետ։ Դու ով ես, ոչ այդ մարդու պապն ես, որ միտեղ քֆուրը տորնանք ասի ընդունում եք, չնայած դա էլ է արհեստական պատկերացում։ Ինչ է նշանակում քֆուրով խոսալը։ Նրան ասենք թե խեղճ ու կրակ մարդ է, հետո կրակն է անգել ձեռներդ։ Այսպեսի հարցեր կան, որ ասում ես էլ դու դառնում ես վատամարդ, իրանք էլ յանում իրանց արևին լավամարդ են, էլի։ Ես եմ արել, այն եմ արել։ Դու ով ես որ բան արածն ես, դու հելենայքո համար ինչ ես արել։ Մենք այն ում հարցնում ես պապենական մի բան միլիարդատեր են եղել, ում հարցնում ես։ Ասում եմ որ պապենական գործերները լավ եղել, եկեք քաղաքապետի պաշտոնին կապել, գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, դե որ տենց է։ Կամ ասենք եթե խոսալու ձևը Սլաբոդկա только во главе Վարդանիկա будет жива, այսինքն որ Վարդանիկը չլինի Սլաբոդկան մեռնում է, հասկանում եք։ Ժողովուրդ ջան, եթե հա, մեկ էլ կուզեմ մի sense համառոտ մի թեմայի էլ անդրադառնանք ու եթերը եզրափակենք։ Ուրեմն չնայած այս ամեն ինչում նա առանձին էլ կարելի է խոսալ նման դեպքերի մասին առհասարակ, բայց եկեք այսօր ցրցամտանք, հետո կխոսենք հարկեղած դեպքում։ Ուրեմն մի հեռուստաալիք կա, որը գերմանա-ֆրանսիական հեռուստաալիք է, այսինքն համատեղ հեռուստաալիք է, համերարսակվում է Ֆրանսիայում, Գերմանիայում, ու ինքը լավ հեռուստաալիք է առհասարակ, բոլոր ժամանակներում լուսաբանել են նույն արցախյան թեմաները, հայկական եւ այլն, այսինքն ինչ-որ բաներ այդտեղ չեն նկատվել, էլի։ 2 օր առաջ սրանք Թուրքիայի մասին, եթե չեմ սխալվում, ինչ որ նյութ են սարքած լինում, ցուցադրում, որտեղ որ
Սա այս խոսքս արդեն կառավարությանն եմ դիմում, կարող է ձեր աչքից վրիպած լինի մեր արտգործնախարարությանը եւ առհասարակ մեր դեսպաններին։ Եթե դեռ ունենք այդպիսիք իհարկե, ովքեր որ հայկական շահերն են ներկայացնում այլ երկրներում։ Ուրեմն այս հեռուստաալիքով քարտեզը այլ կերպ եմ ցույց տալիս, Թուրքիան է ու Թուրքիային կապած Ադրբեջանը, այսինքն Հայաստանի տարածքը ամբողջությամբ Ադրբեջանի մեջ։ Մի խոսքով այնտեղ ժողովուրդը ջղայնանում են, դա նկատում են, մեծ աղմուկ են բարձրացնում, սրանք շատ արագ իրաց կայքերում այդ ամեն ինչը ուղղում են, ներողություն են ասում ու անցնում են առաջ։ Հիմա այսպեսի մի բան ասեմ, ես այն դեպքերից, որ պետք է նույնիսկ Թուրքիա հայությանը օգնել արդեն։ Բաներ կա, որ պետք է համատեղ աշխատանք արվի։ Ինչ է նշանակում ներողություն ասել անցնելը։ Ես պատկերացնում եմ, եթե հանկարծ նման մի բան լիներ, հակառակ տեսանկյունից, ասենք Ադրբեջանի վրա Հայաստան գրածներ, ես պատկերացնում եմ ինչ միջազգային սկանդալ դա կդառնա։ Պատկերացնում եմ։ Այն էլ որտեղ Ֆրանսիայում հասկանում եք, ինչ նշանակում մի հատ ներողությունով անցնի առաջ։ Ամեն ինչ արի, թող դա առհասարակ լուրջ պատժի ենթարկվի, որովհետև գիտեք ինչ, շատ հնարավոր է թուրքերից փողը վերցրել է, մի հատ այդպես բան արել, տրյուկ արել, իմը էլ ասում են ներողություն։ Այդ ինչ կնոպկի տեղը ինչ կնոպկա էր սխմել, որ Հայաստանը հայտնվել էր Ադրբեջանի կազմի մեջ։ Այս ամեն ինչին պետք է ուշադիր եւ մի փոքր ավելի կոպիտ անդրադառնալ, արտահայտվել ու պարտադրանքներ մտցնել, որովհետեւ այդպես չի կարելի, ձայնի հետ խնդիր կա, մի հատ ձայնը անջատեմ միացնեմ։ Նորմալ է հիմա։ Նորմալ է ժողովուրդ ջան։ Եթե նորմալ է շարունակենք։ Պատկերացրեցիք, չէ՞ խոսքը ինչի մասին է ժողովուրդ։ Ոնց էր կոչվում, անտղը, ոնց էր կոչվում։ Կներեք, իմի այդ հեռուստաալիքի անունը ասենք չեմ հիշում, բայց անգամ Civic AM-ն էլ տեղադրեց, որ նման բան եղել է, վրիպում է եղել եւ այլն, բայց վրիպումով չի, արդեն ցուցադրվել է, այն էլ շատ դիտորդներ ունի, հետևորդներ ունի եւ զուտ դուրս գալ հետո ներողություն ասելը չի կարելի։ Այլ հենց այդպես քիչ-քիչով են, տոլմեն տարանել, դուդուկը տարանել, չգիտեմ, քոչարին տարանել, քամանչել, ինչ ասես տարան։ Այլ հենց այդպես քիչ-քիչով, քիչ-քիչ մարդկանց աչքին սովորացնելով, հետո այդ առանձին ներողություն ասելով, հետո էլի մի բան ասելով առանձին ներողություն ասելով։ Ես ասեմ, ուրեմն դեռ 2000 որ թիվներ 7-8 թվականներն են, ես մի անգամ Discovery-ով եմ տեսել նմանատիպ բան, մի րոպե հես ասեմ, մի խոսքով մինչև 2010 թիվն է դա եղել, ուրեմն ցույց էին տալիս իբր, մի 2000 տարի առաջվա իրադարձություններ, այդ Եվրոպայի, Արևմտյան Եվրոպայի տարածքում, հա, Իտալիայի բանի, Հռոմի եւ այլն պատմական ինչ-որ իրադարձություն, ու այն որ գյոզելով, խոսքը չի վերաբերվում առհասարակ այս բանի մասին, բայց դնում է, չէ՞ որ խոսում են, ասենք, հին Հունաստանից, հին Հռոմից, ուսես մի հատ իբր հնագույն քարտեզ, ասենց երևում, հա, ասես մագաղաթի աձևերով, ուսից աչքս ընկավ, այս կողմի վրա, այսօրվա ժամանակակից Թուրքիան է, որ են գրած Թուրքիայի։ Որ 2000 տարի առաջվա մասին բան են խոսում, ինչ Թուրքիայի աստեղ։ Վերցեցի նամակ գրեցի մեյլով Discovery-ին, ուղարկեցի, ասում եմ, սենց բան եք տեղադրել, ես ինչ քարտեզ, հասկանում եմ, որ անիմացիա է այդ քարտեզը ու ինչ որ սենց բան կարա լինի, իսկ աժենիներ կարան լինեն, բայց այդ մակարդակից չի կարելի, որովհետև ես նկատել եմ, որ Discovery-ով ու իրանց էլ գրեցի, ասի, երբ որ դուք խոսում եք, օրինակ, հին Հռոմի մասին, ասում եք հին Հռոմի տարածքում, ասում եք անգամ եթե այդ կայսրությունը չկա ու այդ հատվածը այսօրվա դրությամբ ասենք դա Ավստրիա կամ Հունգարիա է, միևնույնն է դուք ասում եք հին Հռոմի տարածքում կամ հին Հունաստանի տարածքում, հա, հենց խոսքը գալիս հասնում է ինչ որ իրավիճակի, որը կարա կապ ունենա հայերի ու Հայաստանի հետ, դուք գրում եք ժամանակակից Թուրքիայի տարածքում, ինչի գրեք հին Հայաստանի տարածքից։ Այստեղ այդ բանը ես շատ նկատում ու գրում եմ իրանց անընդհատ, ինչ որ խառը պատասխաններ էին տալիս, ինձ այդքան չէր հետաքրում, ինչքան որ ես իրանց անընդհատ անհանգստացնում եմ, որ իրանց շտկվա թե այստեղ նայող չկա։ Ու անընդհատ զարմանում եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից կամ թեկուզ նույնիսկ Սփյուռքից մեկը ձայն չի բարձրացնում։ Շատ էի զարմանում, ասում եմ, իրանք եմ իրանց մոտ իրանց գլուխ ձեն չեմ բարձրացնում, ես գոնե որպես քաղաքացի բան։ Կամ լինում է, ասենք, աստվածաշնչյան կերպարների հետ կապված այդպես անիմացիոն ֆիլմեր են, չէ՞, սարքում, ինչ որ իբր պատմական բան են, history, mystery եսալիքներով։ Հենց հերթը հասնում է այս տարածքին, գրվում է բան։ Ժամանակակից Թուրքիայի կամ ժամանակակից Իրանի տարածքում։ Պատմական Հայաստանի մասին մի խոսք սպանից չեն անցի։
Որովհետև այստեղ մեծ փողեր աղբռում, գումարած այդ ամեն ինչին այդ ալիքները ջհուդներինն է, բնականաբար ոնց իրաց ձեռնտու է, այդպես էլ անում են։ Բայց պետքա այս մասով մի քիչ ավելի զգայուն լինենք ու որոշակի խողովակներ սկսել աշխատացնել, եթե Հայաստանի Հանրապետությունը չի ուզում ուղիղ մտնի այս ամեն ինչը, չնայած այդտեղ խնդիր էլ չեմ տեսնում, որ կարա ուղիղ մտնի կամ արտգործնախարարությունը կամ մամուլի խոսնակի մակարդակով կամ գոնե դեսպանի մակարդակով, հա, ասենք բաներ, գոնե կարելի է որոշակի խողովակաշարեր կառուցել այլ ձևերով այս ամեն ինչը թույլ չտալ, գոնե այն հատվածներում, որտեղ ես հասկանում եմ, որ Գերմանիայի օրինակ մասում թուրքերը շատ են ու այդ ամեն ինչը ինչ որտեղ թուրքերին աչքը շոյելու համար էլ կարող լինի, բայց այնուամենայնիվ այտենց չի կարելի թույլ տալ, չի կարելի։ Դա լեզվամտածողության հարցեր առաջացնելու ու առհասարակ այդտեղ ադրբեջանցիները լավ էլ փողեր են լվում ու լավ էլ իրանց բաներին, քաղաքացիներին, նույն այդ ադրբեջանական սփյուռքի շրջանակներից սկսած լավ էլ կարողանում են կերակրել իրենց հաղթական կերպարը։ Սա այսպես։ Եվ երկրորդ մի քանի անգամ ասել եմ, որ ահազանգեր կան այսպիսի Իտալիայից։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջան-Իտալիա հարաբերությունները որոշակիորեն ավելի բարձր մակարդակի վրա են, դե կներեք, մենք մինչև 2018 թիվը, ինչ 2018, մինչև այս վերջերս էլ նորմալ արտգործնախարար չենք ունեցել եւ մեր պետությունն էլ եղել է Ռուսաստանի Դաշնության Բոստանը, Հայաստանի հետ ով էր առանձին գնալու որոշակի հարաբերությունների կարգավորման առանց ռուսի դադրոյի։ Այս արանքում Ադրբեջանը լավ էլ կարողացել է պատրաստվել ու միջազգային լավ գործընկերներ ձեռք բերել, հարաբերություններ ինչ որ ձև կարգավորել կամ ստեղծել առհասարակ, իսկ մենք ամեն ինչ նոր ենք անում, ինչ անում ենք առաջին անգամ ենք անում։ Ու այս իմաստով եկել հասել է նրան, որ նույն Իտալիայում դե գիտեք, այնտեղ զարգացած է ճարտարապետական ֆակուլտետը ինստիտուտներում, այնտեղ դասախոսներից մեկը իտալացի ու պրոֆեսոր, շատ լուրջ պրոֆեսոր, մեր հայ ուսանողներից մեկին, իմ ընկերոջ տղային, առանձնացնում, ասում եմ մի բան պիտի ասեմ, հանկարծ բան չլինի, ոչ մեկ չիմանա, ես եմ ասում, դա շատ վատ կարգ լինի ինձ համար եւ այլն, ասում է բանա, ուղղակի իմացեք դուք հայերով, որ ադրբեջանցիները մեծ գումարներ են տվել այստեղ Իտալիայում համապատասխան տեղեր, որպեսզի այսպես ճարտարապետական իմաստով կարողանանք բանում Արցախում եղած եկեղեցիները ռեստավրացվեն, բերվեն ալբանական տեսքի, ալբանական եկեղեցու տեսքի։ Իմ ես ինֆորմացիան կա ու այդ ինֆորմացիան ես էլ որորդ անգամ բարձրաձայնում եմ, չգիտեմ, դա որպեսի գիտություն բնական է, որ գործուն քայլեր եթե անգամ ձեռնարկվեն, միևնույն է դրանք տեսանելի չեն լինելու, որովհետև դիվանագիտական քայլերը հիմնականում հենց այդքանով էլ դիվանագիտական են, որ ասենք ուղիղ չեն լինում, էլի։ Այնուամենայնիվ, sense հարկ համարեցի եւս մեկ անգամ սրա մասին բարձրաձայնել։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, եկեք եթերը սրանով երևի թե եզրափակենք եւ ես գյումրեցիներին խնդրում եմ նման բաների վրա ուշադրություն դարձնել եւ իսկապես ձեր թասիբը նամուսը այստեղ իրականում ցուցադրելու տեղն է։ Ես հասկանում եմ ժամանակին ունեցել եք հսկայական կախվածություն այդ երբեմնի հանցագործ ղեկավարներից, բայց այսօրվա դրությամբ ինչ գոնե քվյախցիկում դուք միայնակ եք։ Ինչ պատմեն, ինչ եկյալ լոլո պատմեն, չհավատակ։ Ասեք հա հենց քեզ էլ ընտրելու եմ, գնացեք մտեք քվյախցիկ ընտրեք նրան, ում որ համարում եք ճիշտ, բայց ոչ երբեք խնդրում եմ ստրկական մոտեցումներ չցուցաբերեք։ Ես միշտ հետո երեսներովդ տալու եմ։ Լուրջ եմ ասում, ես ասում եմ, ոնց ասենք մասիստիներին եմ ասում, Բերդ համայնքի բնակիչներին եմ ասում, Կապանի քաղաքացիներին եմ ասում, ես միշտ ասում եմ։ Ասում եմ չգնայեք ընտրություններում չբերեք դրանց։ Լավ իմանալով ում եք բերում, բերել եք, ինչ անենք։ Ես չեմ կարող հարցում անեմ, հարցում չեմ անում։ Ոչ մի չեմ կարող աջակցել։ Հա, այնպես կարող եմ մասնավոր ինչ որ առանձին հարցով կարողանամ աջակցել, բայց պետական հարցերով չեմ կարող, որովհետև դուք եք այդպես արել։ Չեմ ասում, սա բան չէ, էլի, հանկարծ չմտածեք, sense ինչ որ նախապայման եմ դնում, բայց գոնե այնպեսի ուժ պետք է լինի, ով բանա։ Ես չեմ ասում անպայման սարի կլինի, բայց գոնե այնպես ուժ լինի, ումից կարողանաս բան պահանջես, դրանցից ինչ պահանջես։ Հանցագործներից ինչ պահանջես։ Ոչ մի բան չես կարող պահանջես։ Մի խոսքով ժողովուրդ ջան, մոտավորապես այսպես շնորհակալություն եթերը դիտելու տարածելու համար, եթե կան հարցեր սիրով կպատասխանեմ, եթե չէ հակենք, բայց ամեն դեպքում մի քանի վայրկյան թողնենք, տեսնենք կարող է լինեն քաղաքացիներ, որ հարցեր ունենան, կապված Գյումրու հետ։ Ինչ է նշանակում բերել այս տեսեք ժողովուրդ, մի բան պետք է հասկանալ։ Աշխարհում վերադասավորումներն են։ Եվ ըստ ամենայնի Ռուսաստանը ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանից պիտի դուրս գա։ Եվ դրա համար էլ ինչ որ շատ չի ընդդիմանում,
Եվ դրա համար էլ Արցախը թողեց դուրս եկավ, եւ դրա համար էլ նաեւ այլ տեղերից։ Հիմի զորով նրան պահել, մի հատ էլ տորտ սարքեք տանեք, ասեք, բան, սպասիբա Ռոսիա, միևնույնն է, ոչինչ դուրս չի գալու։ Երբ որ նրա շահերը, կայսրությունների մեջ խոսակցություններ են դրանք։ Մենք դեռևս ցավոք սրտի հասու չենք դրան։ Պետք է այս հաշվարկները ունենալ, անել։ Եվ պատկերացրեք միջազգային նորմալ կառույցներ, ովքեր ցանկանան Հայաստանում ներդրումներ անել, բայց միշտ իմանան, որ այստեղ հնարավոր է ամեն վարքյան քաղաքացին որոշի, որ ինքը Ռուսաստանի հետ է։ Դուք լինեք միլիարդատեր օտարերկրացի, գալու եք այդտեղ ներդրում անեք, չէ։ Չեք անելու։ Այդ ինֆորմացիան որտեղ կարող ենք տեսնել ալբանական եկեղեցիների մասին։ Արգելից այդ ինֆորմացիան անձամբ են փոխանցել, այդտենց հրապարակային ինֆորմացիաներ չեն, առհասարակական որոշ ինֆորմացիաներ, որոնք հրապարակային չեն, մենք կարողանում ենք դա բարձրաձայնել, շատ դեպքերում շատ հարցեր կան, որ չենք բարձրաձայնում, այլ ճանապարհներով ենք փորձում բան անել։ Դա տենց դրած չի, էլի ինչ որտեղ ասեմ ես, բացում կարդում եք, որ ադրբեջանցիները եկավ միլիոններ են տալիս, որպեսզի իտալիացի ճարտարապետները այնտեղ սզբան անեն։ Դուք հասկանում եք, եթե դա բաց ինֆորմացիա լինի, ինչ կնշանակի։ Իսկ անձամբ, եթե համապատասխան մարդ կլինի, համապատասխան կառույցից կներկայանա, ես այդ երիտասարդի հետ էլ կարամ կապեմ իրանց, ով որ Իտալիայում այս դրությամբ ու սովորում է այնտեղ, ու այդ հետքով կարող են իհարկե առաջանալ արդեն։ Բայց այդ արդեն անձնական հանդիպումներով, եթե հետաքրքրվող բան կլինի։ Իսկ Ադրբեջանը գիտի, որ հին աշխարհի քարտեզի մեջ Ալբանիայի կողքը Հայաստանն է գտնվում գնաճամ։ Ցավը տանեմ իրանց ես քեզ անգամ sense ասեմ, իրանք հիմա այս արդեն մի 10 տարի է մի նոր թեզել են առաջ տանում, ասում են այդ ժամանակների հայերը հիմիկվա հայերի հետ կապ չունեն։ Այս հիմիկվա հայերը քոչվոր ցեղերը, ովքեր իսկական հայերից գողացել են իրաց պատմությունը սեփականացրել ու նստել, անգամ sense թեզեր են առաջ տանում։ Ինչ ուզում խոսում են։ Իսկ եթե այդքանը իմանային, նաև կիմանային, որ ալբանական եկեղեցին, ասենք նույն ենթարկվել է հայկական եկեղեցին, էլի ընդհանուր առմամբ։ Կամ հասարակ մի հատ ուրիշ բան, նորեն ադրբեջանցուն էի ասում, հիմի տեսեք, ասում են թուրքերի հետ մենք ասում մի ազգ ենք երկու պետություն, չէ՞, Ադրբեջանն ու Թուրքիան իբր։ Չնայած ես պիտի ձեզ ասեմ ժողովուրդ ջան, որ Ադրբեջանն ու Թուրքիան շատ ավելի շատ խնդիրներ ունեն իրար մեջ, քան մենք ու Թուրքիան։ Ես ձեզ անկեղծ եմ ասում։ Պարզապես իրանք կարողանում են խնդիրները կառավարել ու դրական կետերի վրա փոխադարձ շահերով առաջնորդվել։ Իսկ մենք չենք կարողանում։ Մենք մինչև այսօր հեսա ապրիլի 24-ը կգա, ելի կերեն ազատության հրապարակում դրոշ վառելու։ Բանը իրանք եթե կարողանում են այդպես կառավարել, մենք չենք կարողանում։ Հիմա ասում են մի ազգ երկու պետություն, արդեն վերել հասցրել են դրան խոսույթը, չէ՞։ Այդ դեպքում ասում եմ ադրբեջանցիներին ասում եմ, բա լավ, եթե մի ազգ երկու պետություն է, իսկ թուրքերը տեղյակ են, որ ըստ ձեզ դուք բոլորը բան քրիստոնյա կովկասյան ալբանների հետնորդներն եք։ Թուրքերը համաձայն են այդ թեզի հետ։ Չէ՞ որ մի ազգ եք, այսինքն եթե դուք առաջացել եք նրանց հետնորդներն եք, ուրեմն թուրքերն էլ են դրա հետնորդները, մի ազգ եք։ Սա մոտը մի քիչ կանխում է, բան սկսում են էշեշ բառաչելը, բայց էլի ասենք դժվար է, ոնց է, մեր մոտ էլ է այդպես, դες կարծրատիպեր կա, որոնք որ ոչ մի կերպ չես կարող կոտրել։ Ասենք մի օրինակ, հա, եթե հիմա այստեղ ինձ հետևում էր ամբողջ խոսակցության ժամանակ մի գյումրեցի պատրաստվում է գնալ, ուղղակի պատրաստվում է գնալ Վարդանիկին ձեն տա, շատ հնարավոր է իմ այս ամբողջ եթերը իր վրա ոչ մի բան էլ չթողեց, հետևանք չթողեց, հասկանու՞մ, որովհետև սպանեց, որ իրանց սխալը չեն ընդունի, սենց բաներ կա։ Ինչը շատ վնասում է բոլորից, որովհետև մենք մի հասարակություն ենք, այդ դրա համար եմ ասում, մենք որպես հասարակություն կայանալուց դեռևս շատ հեռու ենք։ Այդ իզուր ջնջեցիր Արմին ջան։ Նայ, ինչ է հարցնում, ասում Նիկոլը ինչքան փող է տալիս, որ իրան էս պաշտպանում։ Ուրեմն տես, ամեն դեպքում քեզ ճիշտ է, ջնջեց Արմինեն, չնայած ճիշտ արեց, որովհետև ինքը նման ստեղ տարածողներին պիտի ջնջի, բայց հիմա ես քեզ ասեմ ամեն դեպքում իմացի։ Ինչի ես դու մտածում, որ հնարավոր է մարդուն փող են տալիս, որ ինքը պաշտպանի։ Նախ եթե դու այդքան ուշադիր ես, պիտի տեսածնես, որ մի միլիոն անգամ ասել եմ, որ ես չեմ պաշտպանում ոչ մեկի, ու ապացուցել եմ։ Ինչի ու ասել եմ, եթե կարաք հակառակը ապացուցեք, բերեք մտցրեք աշկից մեջ, ամոթից թե աշկից թարթեմ։ Հələ ոչ դու, ոչ քո նման մտածողներից որևիցե մեկը ինչ որ ֆայլ ձեռը չի եկել ասի հեսա, դու պստե պաշտպանում ես։ Սա մեկ, երկրորդ։ Գիտես ինչի ես այդպես մտածում, որտեղ դու փչացած ես ապեր։ Որովհետև դու
կպաշտպանեիր մեկին փողի դիմաց։ Իսկ քանակը արդեն կապ չունի ինչքան։ Հասկանում ես, այդ դրա համար ես դու տես մտածում։ Դրա համար ես քեզ չեմ մեղադրում։ Ես քեզ չեմ մեղադրում, որտեղ ամեն մեկը իր դասիրակությամբ, իր աշխարհընկալումով է մնացածներին մասին դատում։ Այսինքն, օրինակ, հա, ես կարամ հավատամ մարդկային բարությանը կամ բարոյականությանը, դու չես կարող հավատալ։ Հասկանում ես, որովհետև ես իմ տեսակով իմ կարծիքով բարոյական մարդ եմ։ Ես չեմ ուզում հիմա ինձ քեզանից բարձր դասեմ, բնավ դրա մասին չի խոսքը։ Բայց ես օրինակ շատ դեպքերում հավատում եմ սովորական հասարակ մարդկային գաղափարախոսությանը, մարդը ուղղակի գաղափարապես այդպեսին ու հավատալի մեր գաղափար։ Շատ եղել ես էլ եմ սխալվել։ Սխալվել եմ։ Ասել եմ, արա, բայց խիմ ես sense հարիվացել էլի, որ կարա մարդը sense մաքուլին։ Բայց հավատացել եմ։ Իսկ դու չես կարող հավատալ։ Չես կարող, որովհետև դու չգիտես, ծանոթ չես դրան, այդ ինչա։ Հասկանում ես։ Իսկ եթե ուզում ես իմանաս ինչքան է, ասենք ինչ թիվ ասեմ, ասենք օրինակ որ մի հատ թիվ ասեմ։ Կգնաս օրինակ դատախազություն, ասես այսինքն բանկային ամարտը խոստովանել է։ Թիվ ասեմ, չգիտեմ, $1 միլիարդ։ Նորմալ է դա։ Ասեմ ինչքան է տալիս, ինչ է տալիս ինձ։ Փող չի տալիս, ուրիշ բան է տալիս։ Ասեմ ինչ է տալիս ինձ։ Ինձ տալիս է ազատ խոսքի իրավունք։ Ինձ տալիս է ազատ ընտրության իրավունք։ Ինձ տալիս է ազատ տեղաշարժի իրավունք։ Ինչ չի հայոյում Վարդանիկի նման, որ ձեզ հայոյում է, օրինակ, կամ Սերժո Քոչա, խոսում է հայկական պետականությունից։ Ի տարբերություն դաշնակների, ովքեր միշտ խոսել են, որ անկախությունը աղետ է։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանից, ով իր բերանի ասածն եմ ասում, էս իմ կարծիքը չի, որ ասենք, օրինակ դու հիմա ինչ ասես Նիկոլի մասին, դա լինելու է քո կարծիքը, որովհետև թղթին վրա բան չունես։ Իսկ ես ունեմ արգումենտ։ Քոչարյանին ուղիղ նարեկը հարցը տալիս, ասում է, ինչպես եք վերաբերվում հայկական անկախությանը, Քոչարյանը ֆռում ասում է, ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել։ Հիմա ընկեր ջան, գնում նայում ես Վազգեն Սարգսյանի ֆիլմը, ֆիլմի մեջ մի քանի տեղ իրականությունից վերցած դրվագներ կան, որտեղ որ Վազգեն Սարգսյանը ասում է թե անկախությունն ինչ է։ Ու եթե դու դրա հետ համաձայն չես, այ դա պետք է մտ հասկանալ քեզ ինչքան են տալիս, որ դու տես էշմերում ես, հասկանում ես։ Որ այդ տարական տարբերությունները անկախության գիտես ինչ, անկախության արժեքը գերագնահատելը աշխարհի ամենաանհնար բանն է։ Հասկանում ես։ Անկախությունը դա քննարկման ենթակա չի։ Չեն կարող քննարկենք անկախությունը լավ է թե վատ։ Չի հնարավոր չի քննարկել, չի կարելի քննարկել դա։ Հասկանում ես։ Իսկ Քոչարյանը ոչ միայն քննարկել, այլ դրել է կասկածի տակ։ Քոչարյան Ռոբերտ, հիմա ուզում եմ իմանալ, Քոչարյան Ռոբերտը քեզ ինչքան է տալիս, որ դու գաս այստեղ այդ հարցը գրես ինձ։ Այ ինչքան որ Քոչարյան Ռոբերտը տալիս է քեզ, որ դու գաս այստեղ այդ հարցը գրես ինձ, այդքան է տալիս ինձ։ Նիկոլա Փաշինյանը ենթադրենք, որ ես չգիտեմ, ըստ քեզ իրան պաշտպանում։ Հասկացանք իրար։ Ու սրանք բացահայտ փաստեր են։ Իմիջիայլոց, այսօրվա ժողովուրդ, կարեք ինչ չսիրեք, ատելով ատեք։ Նիկոլին է տվում։ Ձեր ոչ մի չի ասում, բայց խնդրում եմ ձեզ։ Բազապես խնդրում եմ։ Այսօրվա իմ ազատ շփում հաղորդման եթերը խնդրում եմ YouTube-ով մտեք այսօրվանը։ Մենակ այսօրվանը, ուրիշ բան պետք չի նայեք։ Մենակ այսօրվանը մի հատ մտեք նայեք։ Կոնկրետ հրապարակել է Դաշնակցության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի Հանրապետության անկախության մասին 88-ից մինչև 92 թվականները։ Իրենց պաշտոնական հայտարարություններն են մեկնաբանելով։ Պաշտոնական, ես բան չեմ ավելացրել։ Ինչ գրված է եղել իրենց պաշտոնական հայտարարությունները, այդ ծաղկակաղը արել էր ԿՊ պատգամավորը, ազգային ժողովում էլ կարդաց, ես դա ասել եմ հեռուստատեսությամբ։ Եթե դա այդպես չի, դաշնակցությունը հանգիստ կարող են ինձ դատի տալ, հասկանու՞մ եք, որովհետև դա արվել է հրապարակային հեռուստատեսության եթերով։ Դա կարծիք չի, էլի, դա կոնկրետ բան է։ Բայց բնականաբար դատի չեն տա, որովհետև դա այդպես է։ Հիմա խնդրում եմ ձեզ, ինձ ատելով, շատ ատելով, որ զզվելով ինձանից, մտեք այսօրվա Free News-ի ազատ շփում, այդ մի հաղորդումը նայեք, հետո որոշեք, որ եթե կորոշեք, որ պետքա բանը դաշնակների ասելով գաք ին վրա քեն քշեք, եկեք քշեք, ձեր ցավը տանեմ, ձեր գործն է, ախպեր ջան։ Ձեր գործն է։ Եթե այդպես կգտնեք ճիշտ։ Լավ, մենակ մտեք այդ մի հատ հաղորդումը նայեք։ Ու վերջ, էլ դրանից հետո էլ կյանքում չնայեք ուրիշ անգամ։ Ես ում կարն ես ինձ վերաբերվում։ Շնագալի թուրքին պապատա եշիլ լակո դարի միասը։ Արա խիեք sense բաներ խոսում արա։ Արա խիեք sense բաներ խոսում արա։ Արա կայֆ տվեց, որ ասում եմ մամատա ու պապատա, ասեմ կայֆ տվեց արա։
Ասեմ ո՞նց է քեզ թվում, դու էդի պիտի գրես, ես նայեմ ասում, բան, ասես բաները։ Բայց ասեմ մամա-տա, պապա-տա, չէ։ Այսինքն դու կանխավ իմանալով, որ հեսա մամայի, պապայի վրա գալիս է մի բան։ Դու էդի գրում ես, արա դու հորդ մորդ չես հարգում, արա։ Արա խիալն են ստացվում, որ ոնց որ ես ավելի եմ անհանգստացնում քո նմանների ծնողներով, քան դու կարա ձեր ծնողներով։ Գնել ջան, ռադիոյի позиция դիտես не может դու, հա։ Խի քշեն մեկին դուր է գալի, մեկին չէ։ Ամենալուծում եմ լսել եմ ազատում, շնորհակալություն Աստծո ջան։ Լավ, վերջ հարավ չկան։ Մերի Թադևոսյան ջան, թող ազնիվ չլինեմ ես, ցավը տանեմ, բայց ես զարմանում եմ, գիտեք ինչի վրա։ Տես, երբ որ դու մեկին ուղիղ տեղը վիրավորում ես ու այդպեսի վիրավորանք ես տալի, ես ինչի թույլ եմ, ինչի թույլ։ Դու դրանով ասում ես, որ իմ ծնողին վիրավորի։ Հասկանում եք, ուրիշ ձև չկա դրան։ Դա չի կարելի, մի քիչ մի բան ասելուց երկրորդ քայլը, արի երկրորդ քայլը չեմ ասում շախմատային կոմբինացիա, երկրորդ քայլը մտածեք։ Դուք քանի տարեկան եք, ես 45։ Կան ինչ-որ հարցեր, ինչ-որ թեմաներ, որի շուրջ կցանկանայիք մի քիչ էլ քննարկում անենք, թե եթերը այսօրվա վերջը։ Եկեք պայմանավորվենք, ժողովուրդ ջան։ Եկեք պայմանավորվենք, ամեն օր YouTube-յան եթերի հետը մի 30 րոպեն, 20-30 րոպեն նվիրենք ձեր բարձրացրած հարցերին կամ առաջարկած հարցերին անդրադառնալուն, այնպես որ Սենց անենք, պատրաստ ունեցեք թեմաներ, որոնց շուրջ կցանկանայիք խոսել, որպես երբ որ մտնենք եթեր, հետո վերջին հատվածում արդեն ասենք, ես միասին ենք կազմակերպում, տեսեք, որ վերջում մասում ասենք անդրադառնանք արդեն ձեր հարցադրումներին կամ առաջարկող թեմաներին, արդեն դուք այդ ժամանակ թեման պատրաստի ունենաք գրեք։ Պայմանավորվեցինք, եկեք Նիկոլի մասին ինչ կասեք։ Նիկոլի մասին ասելիքը Վիկիպեդիայում դրած է, ինչ է։ Մի քիչ խնդրեմ ավելի բարձ, ինչ ասեմ Նիկոլի մասին։ Վերջի վարչապետն է, Վիկիպեդիայում էլ գրած է իր մասին ավելի շատ, քան ես կարող եմ ասել։ Հո, սահմանադրության մասին։ Ես արա թողեցի մեքենայի մեջ։ Սահմանադրության գրքույկ ես 2 օր հետս մանեմ գաս, ասում մի օր դնելու եմ եթերով այս սահմանադրությունը կարդամ։ 300,000 թուրք թողնելու մասին ինչ կարծիք ունեք, Կարեն ջան։ Կարեն ջան, նախ ես կարծում եմ, որ դա ապուշ մանիպուլյացիա է, ու ամենաուժեղն է, որ ես մեր հայ լրագրողները այդ պասը բռնել են ու ստեղ կիրառում են։ Հիմա ասեմ չի։ 300,000 հոգի, որ ուզում է գա Հայաստան։ Ինչ անձնագրով է գալու։ Հասարակ տեխնիկական հարց։ 300,000 հոգի ուզում մտնի Հայաստան։ Հիմի փախստականներ անունը, երբեմնի չգիտեմ ինչերա, ինչ անձնագրով է մտնում։ Սա սկսում է արդեն հարցի պատասխանը արդեն իմ կարծիքով տեսանելի է, չէ՞։ Դա ապուշ հեքիաթ է, որը որ շատ լավ իմանալով թե ստեղ ոնց կարող է մարդիկ ընդունել, այն եզն է, եշեշ այնտեղ այդ արտահայտությունը արելա իրա բաների համար, դե այնտեղ է, չէ՞, ադրբեջանցիք ելնում, կանգնում են ասում են, բանա, բա մենք երբ ենք, նու կարող է մի 10 հոգի, դա էլ արհեստական է, այնտեղ նրանց փախստականներն էլ շուտ բանից ռուսաստաններն են։ Բանա, ասում, բա մենք երբ ենք գնալու մեր բանը, այն ժամանակվա բնակչության վայրերը, այս էլ հելի տես մեկ ապուշ արտահայտություն անի, ասել ենք 300,000 հոգի ունենք, այս այլին բան ենք անում, որ իրեն գնան այնտեղ ապրեն։ Ինչ անձնագրով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մեծ հաշվով, գիտես ինչ, եթե մենք 3 միլիոնով նստած վախենում ենք, որ վայ, հեսա 300,000 հոգի գալու է մեր ու մանուկ ստեղ ապրելու, ուրեմն մեզ չէ հասնում պետք, եթե մենք վախենում ենք։ Այդ իրանք են վախենալու, չէ՞ կանում։ Ասենք ենք այդ արհեստական վախը մենք տարածում էլի, 300,000 մեր ու մանուկ ընտանիք, 300,000 գլուխ անազուն, որ գան։ Ինչ ունես վախենալու, սա մեկ։ Այդ իրանք են վախենալու, չգան։ Սա մեկ։ Երկրորդ, Ադրբեջանի անձնագրով ո՞նց են գալիս Հայաստանում ապրելու, իրենց իրավունքները ստե ո՞նց են իրացնելու Ադրբեջանի անձնագրով։ Այսինքն, եթե Ադրբեջանի անձնագրով, ուրեմն այդ արդեն նշանակում է, որ հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի այնքան արդեն խորացված են, այնքան արդեն ամեն ինչ անվտանգ ու վերացած է, որ այդ նույն կտրվածքով, օրինակ Արցախի հայերն էլ կարան Հայաստանի անձնագրով գնան Արցախում ապրել, Բաքվի հայերը Հայաստանի անձնագրով կարան գնան Բաքվում ապրեն, այդ է նշանակում։ Այդ է նշանակում։ Քո ասածը։ Եթե վերցնենք որ Ադրբեջանի անձնագրով ադրբեջանցին Հայաստանում կարող ապրել, ինչ սահմանադրության է ենթարկվելու, ինչ իրավունքներ ունենալու,
Ինչի համաձայն է լինելու այդ իրավունքները։ Այդ չի լինում դենց։ Իսկ եթե կգա կհասնի այդ օրվան, թող կհասնի այդ օրվան, ինչ ա եղել։ Բայց իմ կարծիքով եթե անգամ մեծ ցանկություն ունենան թե ադրբեջանցիները, թե հայերը, դա կարծում եմ մի 30, 40, 50 տարուց չի կարա լինի տեղի ունենա։ Բայց մի հատ ուրիշ բան կարա տեղի ունենա հենց հիմա, որը չգիտես ինչի տեղի չի ունենում։ Կարեն ջան։ Չգիտեմ, ես միջազգային հարաբերությունների ինչ որ մասնագետ չեմ, բայց մի հատ sense հարց կա, այս մի քանի օր է ինձ տանջում է։ Եկեք sense բարձր ձայնեմ, դուք էլ նայեք։ Տեսեք, ժամանակին Օսմանյան կայսրության մեջ ապրած հայերի ժառանգները, որոնց ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է, իհարկե նրանց մի մասն էլ Հայաստանի Հանրապետությունում, մեկը ես նրա ժառանգ եմ հանդիսանում, հա։ Ճիշտ է, կորցրել ենք սա ամեն ինչ, ասենք, ես չգիտեմ, այդ մեծ պապիս հոր կամ պապերիս անունը ընտանիքները, որովհետև գիտեք ոնց է տեղի ունեցել, շատ չմանրամասն է։ Բայց շատերն են շատ լավ գիտեն ամենայն մանրամասներով։ Ու հետաքրքիր մի հատ sense հարց կա։ Թուրքիայում այն էլ այս հատվածներում, որտեղ ավելի շատ քրդերն են ու քրդերն էլ կարծես բարեդրացիական պատկերացումներ ունեն, անգամ այնտեղ եթե բան կգնաս, ունենետի հայերին նա մի օր գալու են տեր կանգնել։ Հա։ Ասեմ, ինչի՞ չեն վերադառնում այդ պապական հողերում ապրելու։ Ինչ կսպառնա իրանց, ինչ որ կյանքներին վտանգ կսպառնա, ինչ կսպառնա իրանց։ Չէ, չեմ հանգարց չդիտարկեք մեղադրում եմ։ Ես իսկապես այս հարցը ինձ հետաքրքրում, ասենք լավ, օրինակ ես, որ ոչ մեկի վրա չբերեմ, հա, օրինակը հանդերձ ավարես չկա, մի ուրիշ բան չդառնա։ Մտածում եմ, ասենք ես, ինչ չեմ գնում մուշ ապրելու։ Վերադառնամ մուշ ապրելու։ Ինչ է տեղի ունենալու ինձ հետ։ Ինչ պիտի տեղի։ Ու տենց շատանանք այնտեղ։ Շատանանք դառնանք մի քանի միլիոն ու սկսենք հարց լուծել այդտեղ։ Եվ մեր բաներն էլ հաշվի կառուցվեն եւ այլն։ Չգիտեմ, այս իմաստով հասկանում եք, չէ՞, միտքս ուր է գնում։ Այս իմաստով ես շատ մտածում եմ, ինչ կլինի, եթե այդ փաստականների ժառանգները որոշում կայացնեն վերադառնան այնտեղ ապրելու։ Այսօրվա Թուրքիան հաստատ իրանց դեպորտ չի անելու, ինչ որ կերպ պիտի տեղավորվի այդ իրականության մեջ, այդ մարդիկ էլ դից իրանց պապական հողում, թեկուզ թուրքական պետության շրջանակներում, բայց իրանց պապական հողում սկսեն ապրելու բազմանալ շատանալ։ Ինչ է լինելու։ Գնա ջան, ես նոր եմ քո լայվերը տեսնում, կարող ես մի փոքր պատմել ինչի մասին եք խոսում, ինչպիսի հարցեր պետք է տանք պատասխանենք։ Վայ, Նելի ջան, մենք ամեն ինչից էլ խոսում ենք։ Հիմնականում առհասարակ շատ հարցեր կան, որ բարձրաձայնում ենք այս միջոցով, քննարկումներ ենք կազմակերպում, չգիտեմ, կան խնդիրներ, որ լուսաբանում ենք տարբեր համայնքներ գնալով ցույց տալու, բայց հիմնական մեծ մասամբ էլ այդ ամեն ինչը հիմնականում արվում է Facebook-յան եթերում, հետո է դրվում YouTube։ Իսկ մեծ մասամբ այսպես YouTube-ում երեկոյան ժամերին արդեն ընդհանուր օրվա անցուդարձի հետ կապված ենք բաներ խոսում։ Չեն կարող հպատակ ստանալ։ Չգիտեմ, ամեն դեպքում, եթե այդ ճնշումը մեծանա, իմ կարծիքով որոշումները այդ ուղղությամբ կարան բան լինել։ Բայց մի այսպիսի բաներ կա, ախր Հայաստանի Հանրապետությունում ծնելիությունը շատ ցածր է։ Եվ հավատացեք, բանի աշխարհագրության վրա դա խիստ ազդեցություն է ունենում։ Զանգեզուր փոխավենով էլ դա չէր գրել։ Ամեն դեպքում սրանք թեմաներ են, որ այսպես եկեք թողնենք օդի մեջ կախված, հա, գնանք մտածենք, մի քիչ մտորենք, խորենք sense բաների շուրջ։ Առողջ թեմա է, ինչ ա եղել որ։ Լավ, արդեն ժամուկ ես մոտավորապես եթերում եղանք, ժողովուրդ ջան, իսկ մեր դիպլոմատը առաջարկեմ մի քանի եթերներ տարբեր վերնագրերով նայեք, ընդհանուր առմամբ կհասկանաք, կարող եք նաև Facebook-ում ինձ գտնել ու գրանցվել այնտեղ։ Ապրես գնաճան դուք ապրեք դիտելու, տարածելու եւ լայքերի համար շնորհակալ եմ, կփորձենք վաղը էլ մի քիչ զրուցել, բայց խնդրում եմ ժողովուրդ ջան, այս Գյումրու հարցում ուշադիր եղեք, այդպես բան չանեք, խնդրում եմ էլի, տեղից հազիվ ենք էլի մեզ պահում, եկեք, գիտեք ինչ, այն որ մեկ էլ կան ուզում են արդարացնեն, այն որ ասում են, բա ինչի մինչև հիմի դատված չեն, արա ձեր ցավը տանեմ, եթե հանցագործը մինչև հիմա դատված չի, այդ չի նշանակում, որ պիտի գնաս այդ հանցագործին ընտրես,
Հասկանում ես։ Ուրեմն պիտի գնաս իրան ընտրես։ Դու էլ գիտես հանցագործել։ Լավ, դատախազությունն է կամ դատարանն է կարող միջել ամբողջականին կամ քննչականն է, չգիտեմ, դիտմամբ ձգձգում, դիտմամբ բաներ են անում։ Դու էլ պիտի տենց անես։ Դու էլ գիտես։ Հաղթանակ թաղամասի հարցը ինչ եղավ։ Հաղթանակ թաղամասի հարցը գնալով ոնց որ ավելի ալերջանում, իմիջիայլոց մենակ հաղթանակ թաղամասին է, չէ՞, Հալաբյան 48-ի հարցն էլ ոնց որ նորից լրջամա 3 շաբթի օրը գնալու եմ այնտեղ, իսկ վաղը գործից հետո գնալու եմ Վաղարշապատ համայնքապետին հանդիպելու Վաղարշապետի հարցի հետ կապված ու sense բաներ։ Վաղը տեսնեմ ինչա կգամ երեկոյան անպայման կներկայացնեմ ձեզ ինչն ինչոց է, բայց sense էլ կարա լինի, որ ես կարող եմ Facebook-ով եթեր անեմ, հետո տեղադրեմ YouTube-ում, դա առանձին դիտեք, իսկ երեկոյան եթերը առանձին, sense էլ կարա ինչ-որ բան լինի, չգիտեմ, որովհետև ես ուզում եմ YouTube-ը լավ ակտիվացնեմ ու հնարավոր է որ լինի 1-2 տարբեր նյութեր էլ գցեմ, բացի եթերը անելը։ Այնպես որ կխնդրեմ այդ մասով ուշադիր լինեք, զանգակը դնում եք, որպեսզի ուղիդամ լինեմ դրան։ Այդ 300,000-ը իրան կուտեն Հայաստանի, հայդե, տենց անու ջան։ Էլա, շնորհակալություն։ Վագոնից քանի ընտանիք անել բնակարան։ Հետաքրքիր է իր ժամանակ վագոնից քանի ընտանիք անել բնակարան։ Գիտեք, դա այդքան հետաքրքիր չի, որքան հետաքրքիր է բանը։ Որքանով այդ ամեն ինչը համակարգված տեղի ունեցել։ Եվ կոնկրետ ինչ բնականի գումար է տվել։ Ոնց է հաշվարկվել ում է հասնում ում չի հասնում։ Որովհետև բնակարանների հետ կապված ոչ միայն Գյումրու, Աղետի, Գոտու առհասարակ, այլ նաև նույն ՊՆ-ում, որ աշխատողներին ժամանակին պիտի բնակարաններ տեն եւ այլն, այնքան ուտոցիներ են եղել։ Եվ կարող է 5 հոգու տուն են տվել, բայց 20 հոգու տուն են դուրս, փող են դուրս գրել, չգիտեմ, ինչ ասես կա, ինչ ասես կա։ Բայց չես էլ իմանում որտեղ սկսես, որտեղ վերջացես։ Դրա համար ավելի լավ է նորը կառուցելով գնանք, հենա նորը կառուցելով գնում են էլի։ Լավ եղեք ժողովուրդ ջան, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ, շնորհակալություն այս ուժ ժամին եթերում լինելու, տարածելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Ստեսություն։